Շատ հաճելի է իմանալ հոգևոր աճի համար, կարելի է ասել զուգահեռ այսօր նույն բաները կարող է եւ ես էլ նշեմ, որովհետեւ երևի այսօր այն ժամանակը, որ մենք պետք է արթուն լինենք, որովհետեւ ամեն բանին վախճան մոտեցել է։ Ուզենք, չուզենք, մեր դուրը գա, չգա, պատրաստ չենք, բայց հասկանում ենք, ավետարանը մեզ հասկացնում է, որ ամեն ինչին, ամեն բանին վախճան մոտեցել է, մոտիկա, օրն անցնում է, մենք ես ասենք չեմ նկատի, թե ինչպես մեծացա այս հասակին հասա, բայց դե միևնույն է, այդ ընթացքը գնում է, միևնույն է, վախճանը մոտենում է, ծերությունը մոտենում է, մի օր անցնում է, մենք ասում ենք փառք Տիրոջը հավատացյալներս իհարկե։ Ասում ենք փառք Տիրոջը, որովհետև մի օր անցավ, ևս մեկ օր մենք մոտեկացանք այն օրվանը, երբ Տերը պիտի գա։ Հարազատներս Տերը պիտի գա, ամպերով նա պիտի գա, չէ՞։ Մենք երգում ենք, ազատ, ուրախ երգում ենք, ամպերով նա պիտի գա հանկարծակի պիտի գա։ Եվ Աստված մեզ ուղղություն է տալիս, որպեսզի մենք ավելի խորանանք, ավելի ըմբռնենք, ընկալենք այն մեծությունը Տիրոջ եւ կուզենայի այսօր իհարկե այդ վախճանի մասին խոսել եւ կուզենայի, որ մեր կատարելության մասին եւ մեր պատրաստության մասին, որպեսզի մենք պատրաստ լինենք Տիրոջը դիմավորելու։ Մենք բոլորս էլ ուզում ենք, չէ՞ որ Աստծո արքայությունը մտնել։ Հենց դրա համար էլ ես այսօր ստեղ եմ։ Ամեն մեկս մենք եկել ենք այստեղ Տիրոջ առաջը ասելու, հաստատվելու, որ նա է մեր մեծ արքան, մեր Տերն, որը մեզ տալիս է ուղղություն եւ մեզ հուշում է որոշ բաների մեջ, որոնց որ մենք արդեն կարող է կարծրացել ենք, մոռացել ենք, խստացել ենք սրտներով, գալիս ենք այստեղ, Տերը փափկացնում է, ոնց որ կավե գործը, բրուտը, ոնց է պատրաստում, չէ, լավ ինքը ճշմարվում է ամեն բանին մեջ, միջով որ պատրաստվի այդ անոթն, անոթին մեջ տեղավորելու համար մենք գիտենք, որ պետք է երբ հերցվի, պետք է կրակի միջով անցնի, հեշտ ու հանգիստ մենք չենք կարող երկինք մտնել։ Հեշտ ու հանգիստ մտնում ենք այն ժամանակ, երբ որ ես Հիսուսին հետ եմ, Հիսուսին մեջն եմ։ Մեր հավատարմության համար ես կուզենայի շատ տեղեր չեմ կարդա, որոնք որ նշել եմ, բայց կուզենայի այսպիսի տեղեր, որ ասում է ճանաչեցրեց մեզ Աստված, Գաղաթացոս մեջ է ասում, մեզ ճանաչեց եւ իր հետ ճանաչեցրեց մեզ։ Ես ժամանակին չէի ճանաչում։ Հիմա որոշ մարդիկ ստեղ կարող է երեխաները մեր կամ երիտասարդները ծնվել են հավատացյալ ընտանիքին մեջն ու կարող է հենց իրենց ծնողները ճանաչեցրել են, հասկացրել են, Բալիկ ջան, Աստված կա, փոքր ժամանակից ոչ թե ասենք երես են տվել, այլ սիրել են, գուրգուրել են, բայց մի բանին հարցով ասել են, որ գիտես, կա երկնքում Աստված, երկյուղ ունեցի, որպեսի կարողանաս Աստծո արքայության մեջ մտնել Երուսաղեմում բնակվելու համար։ Ուղղություն են տալիս, եղբայրն ասեց, այսօր այդ կատարելության ճանապարհին վրա մենք կանգնած ենք, որպեսզի կարողանանք ըմբռնենք, ընկալենք, հասկանանք, որովհետև ևս մի քիչ ժամանակ եւ Տերը գալու է։ Այս արդեն երևի 2000 տարի այս խոսքերը կրկնվում է։ Ասում են, որ շուտով Տերը գալու է, հանգարցակի է գալու։ Մենք չենք սխալվում, երբ որ ասում ենք Տիրոջ գալուստը մոտ է, դա սխալմունք չի, դա կարելի ասել մենք հիշեցնում ենք
այն կարևորությունը, որը որ 8-րդ գլխին մեջ Եբրայեցուս առաջի խոսքում ասում է կարևորություն կա, մեկ կարևորություն, նրա բովանդակությունը, ամեն ինչի Պողոս առաքյալը արդեն հասել այդ կատարելությանը, որ արդեն աղոթում էր, որպեսի ժողովուրդը, որպեսի այն մարդիկ, այն թղթերը, որ գրում էր, այն նամակները, որ գրում էին, որպեսի նրանք հասկանան այդ բովանդակությունը, հասկանան Տիրոջն, Հիսուսին, եւ գանք այսպիսի մի խոսքի վրա կանգ առնենք, Դավիթն ասում էր ճաշակեցեք, եւ այնտեղ Սաղմոսների մեջ կա գրված է, որ ասում է փնտրեցեք նրա երեսը, նրա զորությունը, ամեն անգամ, ամեն ժամ, ամեն օր փնտրեցեք այդ հանդիպումը, որովհետև հենց 8:1 Եբրայեցուս ասում է այդ բովանդակությունն է, մեր կյանքի իմաստը, ես այդպես եմ հասկացել, մեր կյանքի իմաստը այդ բովանդակությունն է, որպեսզի մտնենք Հիսուսին մեջ, այդ օվկիանոս փրկության, այդ օվկիանոս սիրո մեջն, որը որ մեզ առաջնորդում է, եւ ինչպես ասացի, որ ասեց, ճանաչեցրեց մեզ։ Օրինակ ես ասեմ այսպիսի բան, հիշում եմ իմ աշխարհային կյանքիցս, որ դեռ չգիտեի, չէի հասկանում Հիսուսին, նրա ներկայությունը, նրա զորությունը, նրա երեսը։ Ես միշտ տխրում էի, նայում էի, մանավանդ, որ երբ որ մահացու մարդիկ այդ պրոցեսները, այդ պախարոնն է, որ այդ ես շատ անգամ մի քիչ այնց վատ էի զգում, ասում եմ ինչու համար է մարդը ծնվում, որ պետք է վերջը մեռնի, թե մի քանի տարի այնտեղ կապրի, ասենք կա փոքր ժամանակ են մահանում, կա երիտասարդ ժամանակ, ավետարան ասում է 70-ից 80 տարի, հիմա 70-ս հասելա, անցել եմ 70-ից, ես ասում եմ, ես այդ ընթացքին մեջ եմ, Տեր Աստված, չնայած ես պետք է շուտ մտածեի այդ մասին, որտեվ ամեն բանին վաղճան մոտեցել է, դու չգիտես, մենք չգիտենք, դες այսօր ժուդեքս աղբերս ասում է, արդեն Եվրոպայից զանգի ասել են աղոթեք իրենց հարազատի համար, մենք չգիտենք, նայում ես առողջ, փառող, իր համար, բայց մեկ էլ տեսար կյանքը կտրվավ, մենք չենք հասկանում, բժիշկները չեն կարողանում մի հատ անալիզը տան, ասեն, թե ինչի համար մահացավ այդ անձնավորությունը, կամ ինչ հիվանդություն կա նրան մեջը, եւ դրա համար հավատարմությունը, կուզենայի հարազատներս միասին մենք այսօր գիտակցենք, մտածենք, այդ մասին ամփոփենք, խոսենք, մեկս մեկին, որ հանդիպում ենք, ոչ թե ասենք մեր մեքենաներով կամ մեր տներով հպարտանանք, ասենք, լսենք, խոսենք, գիտեք ինչ, այլ ասենք, ոնց անենք, որ մոտենանք Տիրոջն, 4:16 Եբրայեցուս, համարձակություն ունենանք մոտենալ շնորհած աթոռին, ամեն, մենք ուզում ենք, որովհետև ես ինչպես ասացի, Սաղմոսների մեջ ասում է դուք մոտեցեք, դուք ճաշակեք, Պետրոս առաքյալն ասում է դուք ճաշակել եք, այդ ոնց եղավ, որ մենք ճաշակել ենք, համատեսել ենք, մարմնի կողմից ասեմ, կա տեղեր, կա ռեստորաններ, կա ուտելիքներ, որոնք որ մենք արդեն ճաշակել ենք եւ մեկս մեկին ասում ենք ճաշակել ենք մենք, համատեսել ենք, արեք գնանք այս ինչ տեղը, այս ինչ վայրը եւ այնտեղ նորից մենք ճաշակենք, որովհետեւ արդեն մենք գիտենք, այսի մարդկորեն եմ ասում, իսկ Աստված մեզ բերում այստեղ, հավաքում այստեղ այս տաճարին մեջն, որը որ պատրաստվում է այն մարդկանցով, կենթանի մարդկանցով, տաճարը ան դերագործ տաճարին մեջը Տերոջ կողմից գործածված, որպեսզի մենք կարողանանք այստեղ երկրպագենք Տիրոջը։ Երկրպագություն։ Ես միշտ զարմանում եմ, ասում եմ հետաքրքիր է։
Են վարդապետ մարդ եկավ գիշերը Նիկոդեմոսը, չէ՞։ Եկավ սովորելու, եկավ հարցեր ուներ, շատ մեծ հարցեր ուներ, մոտեցավ Հիսուսին, սկսեց հարցեր տալ։ Բայց Հիսուսը որոշ հարցերում կարծես թե մի քիչ իրան ասում է, դու վարդապետ ես, դու այդ բաները չգիտես։ Ասում է, դու պետք է իմանայր, այսքան ժամանակ դու վարդապետ ես, դու սովորացնում ես մարդկանց։ Կարևորությունը, ես ինչպես ասեցի, հայերենով ասում է բովանդակությունը, բայց այնտեղ մենք տեղեր կա, որ ասում է, ռուսերենով ասում է գլավնեյշի, գլխավորը։ Բայց կա բաներ, որ գլխավոր բաներ կա, որոնք որ դու պետք է իմանաս եւ փոխանցես մեր հավատացյալ լինելը, մենք հավատացյալներս, հոգևոր զավակները, որը որ Աստված մեզ ընտրեց, որպեսզի մենք կոչվենք Տերոջ որդիները, այսօր մեր գլխավորությունը, որպեսզի կարողանանք, ինչպես գրված է 78 Սաղմոսին մեջ, որ ասում է փոխանցել սերունդին, մյուս սերունդին, արեք անկեղծ լինենք, ինչ եմ ես այսօր փոխանցում մյուս սերունդին, իմ զավակներիս, իմ հարևաններիս, եկեղեցի ինչու համար եմ ես այցելում, ինչու համար եմ ես այսօր այստեղ, որպեսզի ես լցքավորվեմ, ամեն, լցքավորվեմ, որպեսզի կարողանամ ես փոխանցել մյուս սերունդին, ոչ թե հագուստներով, ոչ թե խաղալիքներով, էդ էլ է պետք, բայց ամենագլխավորների գլխավորը, կարևորությունը, ես ինչում եմ, ինչ եմ կերակրում, ինչ եմ տալիս իմ զավակիս, իմ հարազատիս, այն անհավատներին, որոնց շատ ժամանակ կարող է ես նեղվում եմ նրանց վրա եւ ասում եմ, այ մարդես ինչ այս եւ պետք է նրանք հավատքի գան, բայց դու ինչ ես անում, ինչ ես փոխանցում, այն լույսը, այն աղը քո մեջ կա, դու ունես, բայց ինչ ճիշտ հասկացեք, ես չեմ եկել, որ ասեմ, ձեր մեջ չկա, ես հիշեցնում եմ, որ մենք պետք է գլխավորների այդ ամենակարևորը այսօր ունենալով, որպեսզի ժամն հասած է ամեն բանին վաղճան մոտեցել է, և հանգարցակի, ետեք ինչ, ամպը, երկինքը, ամպերով նա պիտի գա, և նա մեզ իր հրեշտակներով ուղարկելու է, մենք չգիտենք այդ ժամը, ես այսօր իրավունք չունեմ և չեմ կարող նույնիսկ, եթե ուզենամ, չեմ կարող ասել, բայց ես միայն մի բան գիտեմ ասմա թզենուց, վերցրեք օրինակ, այդ օրինակը վերցնելով մենք տեսնում ենք, որ արդեն փափկում են ճղերը, և արդեն պտուղ է տալիս, մոտենում է, ժամն հասած է, և մենք գիտենք, որ հանգարցակի Տերն այս կյանքից գրված է, մեզ տեղափոխելու է հավիտենություն։ Ես ճիշտ հասցեով եմ եկել, չէ, ճիշտ եմ ես խոսում, չէ, այս կյանքից տեղափոխվում ենք, ինձ մի հատ կագեբիստ սենց հարց տվեց, ասեց, ով է քեզ ասե, որ Հիսուս կա, ես ասում, ոնց ով ասե, Հիսուսն ասեց, որ ինքը կա, ասում, բա ոնց ասեց, ինչա կնոպկա էր ընտեղ, սխմեց այդ կնոպկետ ու ասի իրոք, որ հենց ըտենցել կար, ասի, ստեղ ասում մի հատ գախնի կնոպկա կար, այդ կնոպկի վրա ինքը սխմեց ու ես հասկացա, աչքերս լուսավորեց, ես տեսա, ասում եմ, Հիսուսին տեսա, նույնիսկ անհավատ մի հատ մարդ կար, հետը աշխատում էի, վատ մարդ չէր, կանչել էին, ասում են, դու չես կարողանում դրան դաստիարակես, ասես, որ ինքը հավատքից հետ կանգնի, ինքը սենց անում, ասում է, ես ոնց ասեմ իրան, որ ինքը ասում է, ես տեսել եմ Հիսուսին, իրոք, որ հարազատներս Հիսուսը, երբ որ եկավ, էդի մեծ պատմությունը, ես չեմ ուզում երկարացնել, Հիսուսը անձամբ ինքը մոտեցավ և խաչելությունը հասկացրեց ինձ, և նրա համբարձումը, հարությունը, այդ ամեն կարևորությունները, որ երբեք ես գաղափար չէի կազմում,
նրա հոգին իմ հոգուն վկայեց, եւ ես հասկացա, որովհետեւ մարմինին իշքան ուզում ես բացատրա։ Գիտեք, այնտեղ կներեք ես խոսքիս համար, ասում եմ, գելի գլխին ավետարան կարդացին, ասես ոշխարը սարնա, այդ համ հասնեմ, մարմինը էտա հարազատներս, մարմինը երբեք չի հնազանդում, մի վստահեք, պատահելա, ես էլ եմ վստահել եմ շատ անգամ, բայց ամոթով եմ մնացել, իսկ եթե հոգով ներսը մեր մեջն այդ կենթանությունը կա, այդ կենթանության ժամանակ ես առաջնորդվում եմ, լուսավորվում է, պայծառանում է մտքերս, սերն, եղբայրները այսօր քարոզեն ասեցին, սերն այսօր, ինչպես գրված է 13 Հովհաննեսի 34 խոսքում, որպեսզի հենց այդ սերը մենք կարողանանք ունենանք մեր դրացուներին հետն, այն մարդկանց, նույնիսկ ովքեր մեզ չեն սիրում, ովքեր մեզ հետ սիմպաթիա չեն կազմում, կամ մենք նրանց հետ չենք, բայց մեզ սերն արդեն կարծես թե առաջնորդում է, որպեսզի կարողանանք նրանց էլ ասել Աստծո սիրո մասին։ Եվ նորից վերադառնում եմ, որ ասեց մեզ ճանաչեցրեց, թող նրան լինի փառք ու պատիվ, ով որ մեզ ճանաչեցրեց եւ ճանաչված ենք, պատկերացնում եք, մենք շատ անգամ ուրախանում ենք, որ մի հատ ասենք պաշտոնավոր մարդը հարազատ ունենք կամ եղբայրը կամ միտեղ ասենք վերևներում աշխատում, մենք միշտ ասում ենք, ինքը ինձ ճանաչում է, ես իրան ճանաչում եմ, բայց մենք այսօր ճանաչված ենք Հիսուսից, ճիշտ է ինքը եկավ, ինչը նրան ստիպեց, ինչը ստիպեց, սերը ստիպեց, մեզ, որպեսզի իր թանկագին այրունով գնի այն երկնքի արքայության համար։ Հիմա այդ բովանդակության մասին ես կուզեի մի բանն էլ ասեի, խնդրում եմ ուշադրությամբ մենք լսենք, էսի խորհրդանիշը, խորհրդապատկերին պես մի բան է, ալեգորիա, որը որ կարողանանք մենք հասկանանք, թե ինչ գնահատական ենք տալիս մենք Տիրոջ փառքին, թե ինչ մենք ոնց ենք երկրպագում, ես ասացի, որ Նիկոդեմոսը չկարողացավ ըմբռնել եւ հասկանալ, բայց երբ որ ջրհորին մոտը սամարացի կինը մոտեցավ այդ դիալոգ, որ գնաց իրանց մեջ խոսում էին, այդ ժամանակ Հիսուսը էս մի բան ասեմ, ասեց Հիսուսը ասաց, որ Աստված իրեն երկրպագողներ է փնտրում, ինչպիսի երկրպագողներ, հոգով եւ ճշմարտության, հոգու եւ ճշմարտությունը այս մերվելը եւ մերվելը հոգուն հետ եւ սամարացի կինը, որ Հիսուսը եւ հանդիմանեց եւ հորդորեց, որովհետեւ սամարացի կնոջը մեր հասկացողությամբ Հիսուսը նրա հետ պետք է չխոսեր, բայց Հիսուսը բացեց նրան մոտ հոգու երկրպագության մասին, ճշմարտության մասին, որ ասեց ոչ Երուսաղեմում, ոչ այդ սարերի մեջն, այլ երկրպագողներ է փնտրում, հենց հիմա այստեղ Տերն իրեն երկրպագողներ է փնտրում։ Այսինքն մեր շարքերին մեջ նացնելովը նա երկրպագողներ է փնտրում։ Մի կույր անձնավորություն շատ է սիրել ավետարան կարդալը։ Ես չսխալվեցի, կույրը կարողանում է կարդալ ավետարան մատներով։ Շոշափելով կարդում է, որտեղ ես հիշում եմ փոքր էի, մենք մեր թաղամասը կոչվում էր կույրերի միավորումը։ Այնտեղ շատ կույրեր կան եւ ես մինչև հիմա հիշում եմ նրանց այդ ոնց էին շփվում իրար հետ, ոնց էին կարդում, այդ նույնիսկ ես ձեռքերս էլ վերցրել եմ այդ գիրքը, ասում եմ այ սրանք ոնց են սրանք sense կարդում, այստեղ սաղ ցակցակներ են, բիզերով ցակվածը բաներ է, չի կարողանում հասկանալ,
Վերջը այդ անձնավորությունը գալիս է մի պարագա, որ արդեն չի կարողանում մատերի վրա բանա, այնքան վերքեր են լինում, որ չի կարողանում այդ գիրքը կարդալ։ Խնդրում է իր հարազատներին, ասում է ինչ կլինի մի հոգու այդպիսի հավատարիմ մարդու, հարազատ մարդու, որ կարողանամ հանձնեմ այս գիրքն, ասում է, ապահով տեղ, ապահով մարդու, նույնպես գտնում են մի հատ կույրի, բերում են իր մոտ, ասում են, ահա, այս անձնավորությունը շատ անկեղծ, լավ մարդ է, կարող ես հանձնել քո գիրքը այդ անձնավորությանը, ասում է, շատ բարի։ Առաջի անգամ, ասում է, վերջին անգամ տվեք, ես մի հատ համբյուրեմ, ասում է, իմ գիրքս, ու տամ իրան։ Վերցում է, որ համբյուրի, ասենց գիրքը բացում է, փռոշները, որ կպնում է այս գրվածքին, հասկանում է, որ կարողանում է կարդալ իր շրթունքներով կարդում է։ Սրանով ես ինչ եմ ուզում ասեմ, մեր ամեն մասնիկը ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում դա անօրենի բաժին պետք է չլինի։ Եվ այդպես պինդ գրկում ասում է, ես չեմ տալի, չեմ տա իմ գիրքս, ասում է, ինչ եղավ քո հետ, ասում է, ես կարող եմ կարդալ, ես շարունակելու եմ կարդալ, ես շարունակելու եմ ավետարանի մեջ մնալ, Աստված օրհնի ձեզ, իմ հարազատներս, և Տերոջ ողորմությունները լինեն մեզ բոլորիս վրա, այս կարճ ընթացքում թողես ուղերձը տպավորվի մեր մեջը հարազատության, հավատարմության, միության, մեկս մեկին սիրելով, մեկս մեկին այսպես ասած ուրախանալով, երբ որ մոտենում ենք մեկս մեկին, գիտեք ինչ, այսպիսի մի շնորհավորինքներ տալ ասել, գիտես, Տերը հավիտյան է, Տերը օրհնյալ է, ալելույա Տիրոջը, փառք ու պատիվ։ Մենք մեկ ևս արարողություն ունենք այսօր, ես հենց դրա համար շատ ստեղ եմ, կաշխատեմ, որ կարճ կապեմ, բայց մի հատ կանգնենք, աղոթենք, մի հատ շնորհակալություն ասենք, հետո դրանից հետո փառք Տիրոջը, փառք ես Տեր Աստծո։